Բոլոր 6 զույգերը իսկապես սիրվեցին եւ բոլորը գտան իրենց երկրպագուներին։ Սարի սատկի։ Որոշ հեռուստատիտողներ փորձում են Աննային ներկայացնել որպես չար կամ նախանց կերպար։ Արամազդը նաեւ լավագույնն էր խաղերում, բոլոր 4 խաղերից 3-ում նա առաջին հորիզոնականն է զբաղեցրել եւ միայն 1-ում երկրորդը։ Նարեկն ու Դոննան առաջին սերիայի անհաջողակներն էին։ Շատերից թվաց, որ Նարեկն ու Դոննան ընդամենը 1 սերիա կմնան սիրախաղում։ Պետք է առանձնացնել Դոննային որպես ուժեղ, պայքարող եւ համառ տեսակ։ Մենք դա արեցինք։ Չէ, կյանքս։ Դա դու արեցիր։ Նարեկն ու Դոննան մրցել են 5 մրցակիցներից 3-ի հետ եւ 3-ին էլ փաստորեն հաղթել են, ուստի կասկած չկա, որ նրանք արժանի էին հաղթանակի։ Սիրախաղ։ Ողջույն, ես Արմանն եմ եւ այս ալիքում ես քննարկում եմ հայկական ռեալիթի շոուները։ Այսօր մեկնաբանելու եմ Arm Games-ի սիրախաղ նախագծի եզրափակիչ սերիան, սակայն առաջարկում եմ ոչ միայն եզրափակիչից խոսել, այլ ամփոփել ընդհանուր եթերաշրջանը եւ փորձել հասկանալ արդյոք Նարեկն ու Դոննան արժանի են հաղթանակի, թե Աննան եւ Արամազդը պիտի հաղթեին։ Մեկնաբանությունում գրեք, թե ձեր կարծիքով ով էր ավելի արժանի հաղթանակի եւ ինչու։ Եթե բաց եք թողել նախորդ սերիաների վերաբերյալ իմ մեկնաբանությունները, հղումները կգտնեք այս տեսանյութի ներքո։ Բաժանորդագրվեք իմ ալիքին, եթե ռեալիթիների սիրահար եք եւ եթե ձեզ դուր են գալիս իմ մեկնաբանությունները։ Սիրախաղ։ Ընդամենը 1 ամիս առաջ էր, երբ YouTube-ում հայտնվեց հայկական ռեալիթի շոուների ամենահաջող նախագիծը՝ Սիրախաղը։ Շատերի կարծիքով այն Arm Games-ի նախորդ եթերաշրջանային գերազանցել է իր որակով, խաղերի հետաքրքրությամբ եւ էքստրեմալությամբ, ինչպես նաեւ էմոցիաների լարվածությամբ։ Անգամ Arm Games-ի նախորդ եթերաշրջանի մասնակիցներն են հաստատում, որ Սիրախաղը մինչ օրս եղած հայկական ռեալիթի շոուներից լավագույնն է։ Իմ կարծիքով Սիրախաղը սիրվեց եւ գնահատվեց հեռուստատիտողների կողմից, նաեւ մասնակիցների շնորհիվ։ Բոլոր 6 զույգերը իսկապես սիրվեցին եւ բոլորը գտան իրենց երկրպագուներին։ Մասնակիցների անկեղծ ու բաց լինելը, ինչպես նաեւ իրենց հարաբերությունների, անձնական կյանքի մասին այդքան անկեղծ ու ազատ, անկաշկանդ խոսելը նրանց սիրել է տվել։ Ես կարծում եմ, որ նման ձևաչափով ռեալիթի շոուներին առաջին անգամ մասնակցելը իսկապես մեծ համարձակություն է պահանջում եւ ես շնորհակալ եմ բոլոր 6 զույգերին իրենց մասնակցության համար։ Սիրախաղ։ Այս եթերաշրջանում չկան հակահերոսներ։ Որոշ հեռուստատիտողներ փորձում են Աննային ներկայացնել որպես չար կամ նախանց կերպար, սակայն դա համատարած կարծիք չէ եւ ես ինքս համաձայն չեմ այդ կարծիքի հետ։ Ուզում եմ իմ ամուսինը սարի սատկի։ Հեռուստատիտողներին դուր չի գալիս այն, որ Աննան բաց, անկաշկանդ եւ այսպես երբեմն պորտկուն ձևով իր էմոցիաներն է ցույց տալիս, սակայն ինձ համար դա գնահատելի է։ Ակնհայտ է, որ Աննան պայքարող մասնակից է, նա չի կարողանում պարտվել, չի կարողանում հաշտվել պարտության հետ եւ նրա այդ բացական հույզերը նա ազատ արտահայտում է, ինչը ռեալիթին ավելի դիտարժան է դարձնում։ Մեծը տուր ինձ։ Ոյ դավաճան, լկտի։ Կարծում եմ հետաքրքիր չէր լինի, եթե բոլոր մասնակիցները հեշտությամբ հաշտվեին պարտության հետ, չպայքարեին, չտխրեին պարտվելու դեպքում։ Աննան հենց այդ տեսակն է, նա տխրում է եւ նա չի թաքցնում իր հույզերը եւ գուցե սա ոմանց դուր չի գալիս։ Ես շատ շնորհակալ եմ բոլոր մասնակիցներին, որոնք այդպես իրենց վառ հույզերը ավելի դիտարժան են դարձրել այս եթերաշրջանը։ Աննան եւ Արամազդը հենց այդ զույգերից են։ Արամազդ զույգի միասին աշխատելու իրար ձայնով ու ստարով վրա եմ զարմանում։ Արամազդը նաև լավագույնն էր խաղերում, տղաների մրցույթներում, բոլոր 4 խաղերից 3-ում նա առաջին հորիզոնականն է զբաղեցրել եւ միայն 1-ում երկրորդը։ Նույնպիսի լավ արդյունք չի գրանցել Աննան, նա ավելի վատ հորիզոնականներում էր սովորաբար, սակայն նա էլ դիպուկ եւ ռիսկային խաղադրույքներ է կատարել, վստահ լինելով Արամազդի հաղթանակի վրա եւ դրա շնորհիվ միավորներ է վաստակել իրեն զույգի համար եւ դրա շնորհիվ են նաեւ նրանք հասել եզրափակիչ։ Սիրախաղ։ Այժմ քննարկենք եթերաշրջանի հաղթողներին։ Նարեկն ու Դոննան առաջին սերիայի անհաջողակներն էին։ Նրանք առաջին իսկ զույգային խաղում պարտվեցին, վերջին հորիզոնական զբաղեցրին։ Նարեկը նաև վերջին հորիզոնականը զբաղեցրեց տղաների մրցույթում։ Առաջին սերիայում Դոննան ոչ իրատեսական խաղադրույք է կատարել եւ նրան զույգը հայտնվել էր վերջին հորիզոնականում եւ ավտոմատ կերպով վտանգավոր գոտում էր։ Երբ նրանց մրցակից ընտրեցին Արմանին եւ Վիվտաշին, ովքեր առաջին սերիայի տվյալներով ամենաուժեղ զույգն էին կարծես, շատերից թվաց, որ Նարեկն ու Դոննան ընդամենը 1 սերիա կմնան սիրախաղում, սակայն առաջին զույգային մենամարտը փոխեց ամբողջ խաղի ընթացքը, փոխեց նաև Նարեկի եւ Դոննայի տրամադրվածությունը խաղի ընթացքում, որի շնորհիվ նրանք հասան եզրափակիչ եւ նույնիսկ հաղթեցին։
Առաջին հաղթանակը ոգևորեց նրանց եւ նրանք աստիճանաբար սկսեցին ավելի լավ արդյունքներ ցույց տալ։ Սակայն երկրորդ սերիայի վերջում նրանք եւս հայտնվեցին վտանգավոր գոտում։ Այս անգամ ոչ թե ցածր միավորների, այլ զուտ քվեարկության արդյունքում։ Այստեղ եւս նրանք հաղթանակ տարան եւ արդեն դիրքավորվեցին որպես ուժեղ մրցակիցներ։ Մենք դա արեցինք։ Չէ, կյանքս։ Դա դու արեցիր։ Նարեկ զույգում պետք է առանձնացնել Դոնային որպես ուժեղ, պայքարող եւ համառ տեսակ։ Հաճախ հենց նրա համառ ջանքերի շնորհիվ է այս զույգը հաջողության հասել եւ վերջին սերիայում եւս աղջիկների մենամարտում, եթե նա չգրավեր առաջին հորիզոնականը, ապա չէին հայտնվի վերջնախաղում եւ չէին հաղթի այս նախագծում։ Всё? Այո։ Կար ընդհանրապես մի հնարավորություն, որ Դոնա Նարեկ զույգը մնար նախագծում։ Այդ Դոնայի հաղթանակն էր։ Իդեպ վերջնախաղի մասին։ Նախ ասեմ, որ շատ ուրախ եի, որ երկու ուժեղագույն զույգերն էին հայտնվել այդտեղ։ Ինչու եմ ասում ուժեղագույն, որովհետև Արամազն ու Աննան եւ Դոնան եւ Նարեկը միակն էին, ովքեր գնացել էին վտանգավոր գոտի եւ հաղթած հետ էին վերադարձել։ Նարեկն ու Դոնան մրցել են 5 մրցակիցներից 3-ի հետ եւ 3-ին էլ փաստորեն հաղթել են, ուստի կասկած չկա, որ նրանք արժանի էին հաղթանակի։ Իհարկե Աննան ու Արամազը եւս արժանի էին հաղթանակի։ Վերջնախաղում նրանք առաջ էին անցել մրցակիցներին եւ գրեթե հաղթել էին։ 4 արգղերից 3-ը Աննան արդեն իսկ բացել էր, այնինչ Դոնան դեռ ոչ մեկը չէր կարողացել բացել։ Ոչ մեկ չեմ կարող, մի ասատոն։ Դավայ ես փորձի, ոչինչ, մի լավի։ Մի խառնի։ Խառնում եմ իրար։ Կարծում եմ այստեղ Դոնային խանգարել էր իր վախը, ջուր ընկնելու վախից, նա մի ձեռքով ամուր կարճել էր փայտից եւ փորձում էր ընդամենը մեկ ձեռքով բացել կողպեքները, ինչը նրա մոտ չէր ստացվում։ Միայն այն ժամանակ, երբ Դոնան սկսեց երկու ձեռքով փորձել բացել կողպեքները, նրանց մոտ ստացվեց դա եւ նրանք առաջ անցան մրցակցից։ Արեք, երրորդը 7։ Ահա, երկրորդ կողպեկը բացեց Դոնան։ Դոնան բացեց երրորդ։ Երրորդը հավասարվել է։ Հաշիվը 3-3 կողպեք բացված։ Միևնույն ժամանակ Աննայի մոտ հակառակը տեղի ունեցավ։ Նա սկզբում թեև շատ արագ էր առաջ անցել, սակայն ինչ որ պահից նրա մոտ չստացվեց պարզապես բացել 4-րդ կողպեկը։ Աննան նկարման ժամանակ ասում էր, որ բանալին չի համապատասխան կողպեկին եւ այդ պատճառով նա չի կարողանում բացել արկղը։ Սակայն երբ արձանագրվեց արդեն Դոնայի եւ Նարեկի հաղթանակը եւ նկարանումը ավարտված էր, կազմակերպիչները փորձարկեցին բանալիները եւ տեսան, որ իսկապես բացող բանալին այնտեղ էր։ Պարզապես հավանաբար գերլարված պայմաններում Աննային չհաջողվեց այդ վերջին արկղը բացել եւ նրանք փաստորեն հաղթանակը զիջեցին Դոնային եւ Նարեկին։ Սիրախաղ Ես շնորհավորում եմ Դոնային եւ Նարեկին հաղթանակի կապակցությամբ եւ ցանկանում եմ նորանոր հաջողություններ իրենց կյանքում։ Իսկ մենք կսպասենք Սիրախաղի երկրորդ եթերաշրջանին, որի նկարահանումները, ինչպես Արամ Մելիքյանը հայտարարել է, լինելու է արդեն օգոստոսին։ Սա նշանակում է, որ հավանաբար աշնանը մենք կունենանք երկրորդ եթերաշրջանը եւ միասին կդիտենք եւ կմեկնաբանենք։ Մելիքյան's Production-ի YouTube-յան ալիքում առաջարկվել է քվեարկել, թե ում կցանկանան հեռուստատողները տեսնել հաջորդ եթերաշրջանում։ Բազմաթիվ անունների մեջ կարծես ամենաշատը հնչում է Հայկ Տաթև եւ Գևորգ Քրիստի զույգի անունները։ Կրպագուները նաեւ առաջարկում են, որ առաջին եթերաշրջանում շուտ դուրս մնացած մասնակիցները եւս լինեն երկրորդ եթերաշրջանում։ Ես եզրափակչի դիտումից առաջ հնարություն ունեցա Վիվտաշին հարցնելու այս մասին եւ ահա թե ինչ պատասխանեց նա։ Եթե էլի լինի առաջարկ Սիրախաղին մասնակցելու, կմասնակցեք։ Սիրով, հենց հիմա, կանչեք գանք։ Ովքեր են լինեն Սիրախաղ 2-ի մասնակիցները, վստահ եմ, որ մեզ շատ հետաքրքիր եթերաշրջան է սպասվում արդեն իսկ սիրված ձևաչափում։ Ես կփորձեմ վերլուծել նաև այդ եթերաշրջան, ուստի բաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի միասին քննարկենք այն։ Կհանդիպենք շուտով։ Սիրախաղ